Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Փուլային լուծումը ինչ է նախատեսում։ Փուլային լուծումը նախատեսում է մենք կարգավորում ենք խաղաղության հարցերը լուծում ենք եւ թողում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որևէ կերպ չսահմանված։ Այո, Լեռնային Ղարաբաղը արդեն միջազգային սուբյեկտի կարգավիճակ ունենար, մարդիկ կարողանային գնալ աշխարհով պատտվել, չգիտեմ, ինվեստիցիաներ ընդունել եւ այլն եւ այլն եւ այլն, այսինքն գործել որպես նորմալ պետություն, բայց իր կարգավիճակը վերջնական, պաշտոնական չէր սահմանվում։ Ես շոկեցի, կներեք, նատ այս բանը ցած մտել կախեցել։ Հա։ Եվ ուրեմն մեր մոտեցումը սա էր, որովհետև դա մեզ թույլ կտար ստանալ մի լուծում, որտեղ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի սահմանվում եւ ընդհանրապես որևէ բառ անգամ նրա մասին, որ Ղարաբաղը Ադրբեջանի մասը չի թույլ տրվում։ Եվ մենք համարում ենք, որ սա շատ ավելի լավ լուծում է, որովհետև մենք ստանում ենք մի իրավիճակ, որտեղ Ադրբեջանը չի վերականգնում իր տարածքային ամբողջականության իրավունքը Ղարաբաղի նկատմամբ։ Այս դարավ ամենամեծ պրոբլեմը Ղարաբաղցիների հետ, Ռոբերտ Քոչարյանը պնդում էր, որ մեզ պետք է փաթեթային, մենք ասում ենք փուլայինը ավելի լավ է, ի վերջո ես համարում եմ, որ Քոչարյանը եւ Ղարաբաղցիները լրիվ սխալ էին այս վեճում, որովհետեւ եթե փաթեթայինը իրագործում էր, այնուամենայնիվ դա ընդունում էր, որ դե յուրե Ադրբեջանի մաս է։ Թեկուզ են մնացած են ատրիբուտները շատ լավն էին, հա? Հա, դա անկախություն չէր ելում։ Իսկ sense դու անկախության ճանապարհը թողնում էիր բաց փուլայինով։ Եվ դա շատ ավելի լավ էր, դա կարելի ասել սա անկախության միջազգային ճանաչման միջանկյալ լուծում էր։ Բայց տեսեք, այս վեճի իման վրա հեղաշրջում եղավ Հայաստանում։ Իբր թե էս էր հարցը։ Հետո պարզվեց, որ այդ չէր հարցը։ Պարզվեց հետո այդ չէր հարցը։ Ասում են ոնց։ Այդտեղ գալիս ենք մի հատ հարցադրման, որին ես ուզում եի հետո անդրադառնալ, միգուցե հետո անդրադառնամ, հա։ Ուրեմն այդտեղ մեր վեճերը սկսեցին, գիտեք ինչով ավարտվեց այդ ամեն ինչը, ես համարում եմ, որ այդ հենց այդ մաքսիմալիզմը, որ ուզեցան գնալ, չգիտեմ ինչ որ փաթեթային վերջնական լուծումների, որոնք կամրապնդեն Ղարաբաղի անկախությունը, հենց դա բերեց նրան, որ գյոզալ արդեն ձեռք բերված լուծումը մենք մեր ձեռներից բաց թողեցինք։ Եվ տեսանք վերջը ինչ եղավ։ Հիմա գալիս ենք մյուս միֆին։ Լեռնային Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից 96 թվականին։ Սա նորից Ռոբերտ Քոչարյանի պրոպագանդայի պնդումն է։ Այստեղ այնքան ամեն ինչ պարզ է։ Իրանք ասում են, դե որ քանի որ Ժիրայր Լիպարյանը Գյուլուզադեի հետ 96 թվին հա խոսում էին, իսկ Ղարաբաղցիք այդ բանակցություններին չէին մասնակցում, ուրեմն այդ ժամանակվանից բանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թռել բանակցությունից։ Ժողովուրդ ջան, ամբողջ միջազգային դիվանագիտական պրակտիկա մի չափանիշ կա որոշելու, թե նշված միավորը կողմա բանակցությունների համարվում, թե չի համարվում։ Այդ չափանիշը շատ պարզ է։ Դու կողմ ես որևէ բանակցային process-ի, եթե քո որոշումից կախված է, թե այդ համաձայնությունը կայանում է, թե ոչ։ Եվ հենց այն Բուդապեշտյան գաղափարաժողովի որոշմանը համաձայն որևէ խաղաղություն կարող էր կայանալ միայն մի դեպքում, եթե դրան հավանություն տար Հայաստանը, Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը։ Հետևաբար, այս 97 թվի փուլային փաթեթային էլ բերեցին եւ հանձնեցին եւ Երևանին եւ Բաքվին եւ Ստեփանակերտին։ Ավելին ասեմ, 1998 թվականի ընդհանուր պետությունը, այսինքն երբ որ արդեն Ռոբերտ Քոչարյանն էր
իշխանությունը վերվել է հանձնվել է Ռոբերտ Քոչարյանին, Արկադի Ղուկասյանին եւ ով էր այն ժամանակ այնտեղ, Հեյդար Ալիևին։ Այսինքն միջազգային հանրությունը այդ երեք կողմին ընդունել է Ռոբերտ Քոչարյանի օրոքել։ Հետևաբար հարցը պիտի ուղենք Ռոբերտ Քոչարյանին։ Այդ երբ դադարեց տենց լինելը։ Հարցը շատ պարզ է, դադարեց լինելը այն ժամանակ, երբ որ Քոչարյանը սկսեց Ադրբեջանի հետ այդ բաները, մեղրի փոխանակման այդ բոլոր տարբերակները, քիվեստի տարբերակը վերլուծել, եւ ձեզ ասեմ, շատ պարզ բան է կատարվել, 100%-անոց բան եմ ձեզ ասում, որտեվ գիտեմ ինչ ա եղել։ Ռոբերտ Քոչարյանը եկել է Արկադի Ղուկասյանին, ասել է, որ քանի որ մենք պիտի քիվեստում քննարկենք մի փաստաթուղթ, որը ենթադրում է փոխանակում, տարածքների փոխանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, այսինքն սա երկու պետությունների միջև տարածքային հարցերի կարգավորման բան է դառնում, հետեւաբար այդտեղ պիտի խոսան Հայաստանն ու Ադրբեջանը։ Դու ինձ պիտի լիազորես, որ ես կարողանամ խոսել նաեւ Լեռնային Ղարաբաղի կողմից։ Ղուկասյանն, Արկադի Ղուկասյանը հրաժարվել է սկզբից, բայց այդտեղ տեղի է ունեցել ուղղակի շանտաժ։ Ռոբերտ Քոչարյանը ասել է իրեն, եթե դու հրաժարվես ինձ լիազորես, ես հանրային եմ դարձնելու այն հանգամանքը, որ քո պատճառով, քո ժխտողականության պատճառով մենք զրկվեցինք մի լուծումից, որում Ղարաբաղը դառնում էր Հայաստանի մաս։ Այդ շանտաժին Արկադի Ղուկասյանը չի դիմացել եւ ստիպված լիազորել է Ռոբերտ Քոչարյանին։ Եվ դուք հիշում եք Ռոբերտ Քոչարյանն ինքն էր ասում, բա մենք հիմա բարձենում էր այդ ժամանակ, հələ որ այդ բանավեճերը չէին բացում։ Ես բա ոնց պիտի Հայաստանը գնար բանակցեր Ղարաբաղի համար, որ մենք ինչ որ արդյունքների հասնեինք եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ պահից սկսած դուք չեք հայտնաբերի Մինսկի խմբի համանախագահության որևէ պաշտոնական առաջարկ հակամարտող կողմերին, որը գնա նաեւ Ստեփանակերտի հավանությանը։ Ոչ, դա ինձ հետո արդեն բոլոր ներկայացված փաստաթղթերում գրված էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին։ Այսինքն դա գնում էր այդ երկու կողմին։ Եթե փոխանակումը ըստ այս սցենարի Հայաստանի ու Ադրբեջանի միջև է, ավտոմատ ինքը ընդունում է, որ Արցախը Ադրբեջանի մասն է։ Դե դա էլ ենթատեքստեր է։ Այսինքն անկախությունը էլի կոդեր։ Եթե դա էլ չէ, փաստորեն դրանով բան են անում, անտեսում են հանրակրվեն 91 թվի անկախության այդ սուբյեկտ դառնալը եւ այլն եւ այլն, հա։ Բնականաբար, սա մի հատ շատ վատ բան էր, որին հետևեց հիմա անցնենք այս միֆը քանդեցինք, անցանք ուրեմն միֆ 6-րդին։ Ուրեմն մեզ ինչ են ուզում ասել, որ ինչ որ պահից մեր ջանքերի շնորհիվ մենք ունեցանք հանրակրվեի այդ գաղափարը բանակցությունների մեջ։ Ճիշտ արդեն Ղարաբաղ չկա մեջից, արդեն Ղարաբաղը, այսինքն չգիտեմ ով ինչ ձեռք բերեց Քիվեստից, իրականում ոչ մի բան տեղի չունեցավ Քիվեստի հետևանքով, բացի մի բանից, որ Ղարաբաղը դուրս ընկավ բանակցությունից։ Եվ սա շատ անհեռատես քայլ էր Քոչարյանի կողմից։ Հիմա եկանք այս պրահյան գործընթացին։ Տեսեք ինչ տեղի ունեցավ այս բոլոր ձախողումներից հետո 2004 թվականին Վարդան Օսկանյանը մի գաղափար ունեցավ Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, որ մի նոր process սկսեն այս բանակցությունների մեջ, որի ամբողջ գաղափարը հետևյալն էր։ Լավ, ընդունում ենք, որ փափուլայինը ճիշտ էր, ու մենք չենք կարող ուրիշ լուծման հասնենք։ Մենակ մի բան ենք խնդրում։ Եկեք մի հատ ֆրազ մտցնենք, հանրակրվեի մասին ֆրազ, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կլուծվի ինչ որ մի բանի այդ հանրակրվեի հիման վրա։ Ոչ էլ պետք է դրա մեջ պարզություն մտցնենք, թե հարց է ոնց կլինի, արդյոք է դիպտի լինի Ղարաբաղում, թե Ադրբեջանում, թող ամեն կողմը ներկայացնի ոնց որ ուզում է։ Մեզ պետք է այստեղ Օսկանյանը սա սենց էր բնութագրում deliberate ambiguity, այսինքն դիտավորյալ անորոշություն, դիտավորյալ անորոշություն։
Այդ սկզբունքը կիրառվում է միջազգային դիպլոմատիայի մեջ, երբ որ մի հատ ինչ-որ ձևակերպում են տալիս, որը թողում է անորոշ էլեմենտներ եւ ամեն կողմը կարողանում է այդ անորոշության շնորհիվ հռչակել իր հաղթանակը։ Ասում են մենք սենց ենք հասկանում, այն կողմը ասում է, չէ, մենք էլ սենց ենք հասկանում։ Եվ ամբողջ գաղափարը էս էր, որ գրեն, որ ռեֆերենդումի հիման վրա է որոշվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, Հայաստանը կասեր, դե վсё, բրծավ, մենք արդեն տեսակ ինքնորոշումը բանարեցինք, երաշխավորեցինք, Ղարաբաղը հարակվեով իր կամքը կհաստատի, Ադրբեջանը ասելու էր, հələ հոп, մի րոպե, ով ասեց, որ դա պիտի է Ղարաբաղի տարածքում լինի, ով ասեց, ինչ հարցեր կարող են այդտեղ լինել, ի վերջո մենք ենք թույլ տալու հարցի ձևակերպումը։ Կոպիտ ասած, երկուսը պիտի բանանեին, խոսեին իրենց հաղթանակի մասին եւ այդ անորոշության սկզբունքը դրվեց այս պրահյան գործընթացի մեջ։ Դրա համար այդ փաստաթղթերը այսուհետև արդեն ոչ թե մեծ տեքստի, մեծ խաղաղության տեքստի վրա են հիմնված, այլ այսպես կոչված basic principles, այսինքն հիմնական սկզբունքների։ Մի քանի նախադեсությամբ այդ սկզբունքները պետք է արտացոլվեին, գնային ստորագրեին։ Սա խաբեություն էր իրականում, ասում եմ, ուղղակի բանա, սեփական ժողովուրդների վրա այս լուծումը ծախելու մի հնարավորություն էր։ Էլի վատ չէր լինի, եթե լիներ։ Էլի վատ չէ, որտեղ դա կլիներ նույն փուլայինի իրագործումը 97 թվի, բայց մի հատ ձևակերպում կլիներ, որ երկու կողմն էլ կներկայացնեին որպես իրենց հաղթանակ։ Հիմա այս փուչիկ էր, բայց այս փուչիկը հետո ունեցավ մեծ պրոբլեմ։ Երբ որ փուչիկի հեղինակները հեռացան բանից, այդ ասպարեզից, եկավ հանճարեղ Նիկոլ Փաշինյանը, մեծ տրիբունը, հեղափոխական մեծ լիդերը, որը ամեն ինչ ուզում էր սկսել իր կետից։ Ես չգիտեմ, դուք հիշում եք ազգային ժողովում ունեցած Նիկոլ Փաշինյանի մի ելույթ, որտեղ ինքը բացատրում էր, երբ որ իրեն ասեցին, լավ, կարող եք բացատրել, ինչ եք քննարկում այնտեղ Լեռնային Ղարաբաղի շուրջ, ինքը սկսեց, չգիտես ինչի տարօրինակ ձևով խոսալ նրա մասին, որ Ժորժ ջան, պատկերացրեք մի հատ իրավիճակ, որ դուք պետք է գնաք դեպի որ դուք պայմանավորվում եք ինչ որ մեկի հետ, որ դուք գնում եք Սևան քաղաք Երևանից։ Բայց չեք պայմանավորվում, դրանից հետո գնում եք Իջևան, թե գնում եք, ասենք, Վարդենից։ Հիշում եք այդ ելույթը։ Չեք հիշում, չէ՞։ Թե հիշողներ կան։ Կա ուշադրություն դարձրել։ Իր գեղեցկական, ուրեմն ուղեղով նա փորձում էր բացատրել այս պրահյան սկզբունքները, որ կա ինչ որ անորոշություն։ Հիմա մենք պայմանավորվում ենք միջև Սևան գնալը, բայց միջև հա, իսկ դրանից հետո ուր ենք գնալու։ Այսինքն Ադրբեջանի ուզածով թե մեր ուզածով, դա չենք որոշել։ Այսինքն մեզ պետք է ավելի հստակ բացատրություն։ Եվ ինքը արեց դիվանագիտության մեջ ամենաչտեսնված հիմար քայլերից մեկը։ Ինքը դիմեց Մինսկի խմբի համանախագահներին, խնդրելով մեկնաբանել դիտավորյալ անորոշ թողնված դրույթները, այսինքն մեկնաբանել անմեկնելին։ Սրանից հիմար քայլ մեծ հիմարություն դիվանագիտության մեջ արված չէր, որովհետև բաները Մինսկի խմբի համանախագահները չունեին մեկնաբանություն։ Ամբողջ իմաստը հենց այն էր, որ այդ ձևակերպումները պետք է մնան այդպեսի անորոշ։ Բայց Նիկոլ Փաշինյանը պահանջում էր։ Մեկնաբանեք հասկանանք, ես ուր եմ հասնում, ուր եմ գնում։ Այնքան պնդեց այս բաները, որ մենք եկանք արդեն մյուս միֆի ջախջախելուն։